Հարգելի պատգամավորներ, ասեմ, որ ես կողմ եմ, որ այս բանը ընդունվի, թուղթը ընդունվի, բայց այստեղ մի հարց կա, ուզում եմ կիսվել, մանավանդ, որ պարոն Մինասյանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ սա շատ էական փոփոխություն է։ Ես ուզում եմ նշել, որ մինչև այս երկու նախաձեռնություն ունեցել են, որ մերժվել է, առանց որոնց սա շատ կիսատ որոշում է եւ շատ շուտ զգացնել կտա նաեւ բացասական կողմերը։ Առաջինը, պարոն Մինասյան, սա պետք է անել ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ ֆիզիկական անձանց համար։ Չի կարելի տարբեր հաշիվների մեջ, տարբեր ավանդների մեջ տարբերություն դնել։ Այո, այն ինչ որ հիմա արվում է, ճիշտ է, պարտավոր ենք անել, բայց դա, եւ եթե դուք նայեք ազգային հաշիվների համակարգը, ապա կտեսնեք, որ երկրից դուրս եկող փողը արդեն սկսել է հասնել տարեկան 600-ից 650 միլիոն դոլարի։ Մենք ստիպում ենք, որպեսզի իրավաբանական անձը կտրտի հաշիվները։ Ավելին, բանկային պարտավորությունների մեջ, ավանդների մեջ, հետաքրքիր բան եմ ձեզ ասում։ Կարող է մի 2-3% սխալվել, մոտավորապես 70%-ը փողի, ռեսուրսի տալիս է ժողովուրդը, 30% ավանդների ընկերություններն են։ Շատ հետաքրքիր բան եմ ասում, այդպես չի կարող շարունակել, մի նոր ճգնաժամ կլինի, դուք գիտեք, ինչքան է կենտրոնական բանկը գալիս այստեղ պաշտպանվում, Իգնասիո Լոյոլայի պես։ Բան ես ասում ես գնա, դու չես հասցրել այդքանը մտածել, գնա մտածի փոխի։ Բայց երբ որ վանք ենք տալիս, 72%-ը խոշորին ենք տալի, 28%-ը ժողովրդին։ Այսպես չի կարող շարունակվել։ Բանկային համակարգը նպաստում է տնտեսության կենտրոնացմանը, սոցիալական լարվածության ուժեղացմանը։ Կենտրոնացնում է տնտեսությունը օրեցօր։ Թեկուզ եթե ֆիզիկական անձանց վրա սա տարածվեր, որը մերժվել է, ներկայացրել եմ, գիտեք սա կլիներ։ Հաջորդ հարցը նաև մեր պատգամավորներից բարձրացրեցին։ Իսկ ինչի տարբեր վալյուտաներին տարբեր փոխություն լինի։ Սա էլ է բարձրացվել։ Ինչի՞ վերջապես չընդունենք օրենք, բոլոր վարկերն ու բոլոր ավանդները դրամով, միայն դրամով։ Կենտրոնական բանկն ասում է ռիսկը կմեծացնեն։ Ափսոս մենք դեռ քննարկենք կենտրոնական բանկի հաշվետվությունը, բայց իրենց աշխատանքը ինչու՞մն է կայանում, որ պետությունը գնա պարտ վերցնի դոլարը, բերի տա իրենց, իրանք տանել դոլարը ծախեն, ասեն կուրսը պայեցիկ, գները չփոխվեց, այս մեր գործն է, ուրիշ գործ չանում այսօր մեր կենտրոնական բանկը։ Եվ մի երրորդ մոմենտ, պարոն Մինասյան, սա վերաբերում է պարոն Մելքոնյանին եւս։ Ես հիմա ճիշտ ասած չեմ հիշում, քանի հատ ավանդ կա Հայաստանում։ Կարող է սխալվեմ, բայց մի հատ բանը թիվ եմ հիշում, ոնց որ թե 1.5 միլիոնի չափ 1.4 համենայն դեպս 1.600.000 հատ քարտ կա բաժանած։ Ես կխնդրեի եւ կառաջարկեի ձեզ այս թիվը ստուգել։ Այս թիվն իմանալուց հետո մենք ունենք խնդրի ավելի ճիշտ լուծում։ Միանգամից համաձայն եմ 5-10 միլիոնին, բայց ուզում եմ նաեւ հասկանալ, իսկ որ թիվը կլներ ճիշտ է։ 5-ը, 5.5-ը, 6.5-ը, թե 7.5-ը։ Մենք պետք է վերցնենք պարտավորությունները բանկերի Բանկերի պարտավորությունների մեջ ավանդները մոտ 70% են, դա մոտավորապես 3 տրիլիոն դրամի կարգի թիվ է։ Մենք պետք է գարանտիա տանք 3 տրիլիոնի 80%-ը, ոնց որ գարանտիա ենք տալի վարկը, լիկվիդայնություն, այսինքն վերցնում ենք 2.4 տրիլիոն, բաժանում ենք ավանդների թվի վրա եւ ստանում ենք պոտենցիալ այն թիվը, որով կարելի է դրամով ավանդը երաշխավորել։ Ես կառաջարկեի առաջինից երկրորդ ընթերցում այս թիվը մենք ստուգենք։ Ողջունում եմ իհարկե միջոցառումը եւ կառավարությունն էլ է գնացել, բա ոնց իհարկե, բայց ես նստած այստեղ մտածում եմ, ոնց է ստացվում, որ տարբերս Ֆրանսիա, Գերմանիա 60,000 եվրոից մինչև 150,000 եվրո են փոխհատուցում, ոնց է ստացվում մեզնից մի քիչ ավելի աղքատ երկիրը մի քիչ ավելի շատ է փոխհատուցում, եւ ընդհանրապես որն է ճիշտ թիվը, որովհետեւ մինչև որ մենք հայտարարենք պարոն Մինասյան, թե դա աննախադեպ ընդառաջ են գնում, մենք պետք է հասկանանք ինչքան ենք ընդառաջ գնում։ Իսկ ես ընդառաջ գնալուց ռիսկը ինչքան է։ Համենայն դեպս գուցե դա ազդի թվերի փոփոխության վրա, ես կառաջարկում եմ ձեզ այդ կերպ մոտենալ, եւ կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցումներից մեկը կարող է լինել։ Բոլոր դեպքերում իհարկե պետք է բարձրացվի, սա ակնհայտ է ինչ թիվ ստանաք լինելու ավելի բարձր, քան թե ներկայումս գործող թիվը, եւ թիվը պետք է բարձրացվի։ Շնորհակալություն։ Ելույթի համար Արծվիկ Մինասյան։